Էպիկենտրոնի հիմնական թողարկումն է եթերում բարի երեկո։ Այսօրվա մեր ծրագրում կարող եք դիտել Մոլորյալ հրթիռ թե չճանաչված թռչող օբյեկտ, գլուխկոտրուկ շատերի համար։ Կիրառական հայրենասիրության շահավետությունը, գոտեպնդման նպատակով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր։ Գարնանային զորակոչը շարունակվում է։ Ոսկե ծիրան կինոփառատոնի շրջանակներում իրականացվող ռեժիսորներ առանց սահմանների նախագիծը Եվրամիության աջակցությամբ ընդլայնում է շարավիղը։ Հանրապետության նախագահը Հնդկաչինում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ուսանած վիետնամցիները կարոտով են հիշել Երևանը։ Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնում են, որ միայն հունիսի 6-ին եւ 7-ին ադրբեջանական զինուժի կողմից տարբեր դրամաչափի հրաձգային զենքերից պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ արձակվել են հազարավոր կրակոցներ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի դիրքապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու նպատակով անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների։ Դիրքային փոխհրաձգությունների արդյունքում Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել։ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները առաջնային գծի բոլոր հատվածներում վստահորեն վերահսկում են իրավիճակը եւ պատշաճ կերպով իրականացնում իրենց առջեւ դրված մարտական խնդիրը։ Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի եւ Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ, ոչ այլ ինչ են, քան երևակայության արդյունք։ Ուղղակի նախորդ օրերի համեմատ հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը եւ օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, ինչը չի ազդել եւ չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա։ Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը խիստ անհանգստացնում է նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ խմբակցության պատգամավորներից բաղկացած աշխատանքային խումբը մեկնել է Տավուշի մարզ, հենց տեղում իրադրությանը ծանոթանալու եւ տեղի բնակիչներին օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Այսի մանրամասները Վարդուհի Մելտոնյանի տեսանյութում։ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից բաղկացած խումբն աշխատանքային այցով Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում է։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով եկել են հենց տեղում ծանոթանալու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանն ու իրենց աջակցությունը հայտնելու վերջին միջադեպերից տուժած բնակիչներին։ Չեմ քնել բոլորը։ Ինչը կրակոցներ են եղել, Սարսափելի, ամեն երկուն ելնում, Պարոն Ծառուկյանի հանձնարարականով են գտնվում մեր սահմանամերձ գյուղերում, առավել եւս սահմանապահ գյուղում իր բնակիչների հետ միասին ուզում ենք ծանոթանալ ձեր հոգսերի հետ, որպեսզի ներկայացնենք Ծառուկյանին։ Գագիկ Ծառուկյանը բազմիցս նշել է, որ սահմանամերձ բնակավայրերը խիստ կարևոր են Հայաստանի Հանրապետության համար եւ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները պետք է ունենան արժանավայել եւ բնականon կյանք։ Միայն Երևանի կենտրոնը չէ, որ հանդիսանում է Հայաստանի Հանրապետություն։ Բոլոր բնակավայրերում բնակիչները պետք է ապրեն 21-րդ դարին վայել եւ այս սահմանամերձ գյուղերից է սկսվում Հայաստանը, այստեղի բնակիչներից, այստեղի երիտասարդ ընտանիքներից ու երեխաներից եւ որոնք պետք է զգան մեր բոլորի ուշադրությունը։ Տեղի բնակիչներին մտահոգող խնդիրները բազմաթիվ են։ Գնդակոծությունների հետևանքով վնասված տներից մինչև գյուղտեխնիկայի բացակայություն, գործազրկությունից ու արտագաղթից մինչև օրենսդրական փոփոխություններ պահանջող հիմնահարցեր։ ԲՀԿ խմբակցության պատգամավորները վստահեցնում են, դրանցից կարևորագույններն առաջիկայում լուծում կստանան Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ջանքերով, իսկ մի շարք խնդիրներ էլ իրենց նախաձեռնությամբ անպայմանորեն կբարձրաձայնվեն խորհրդարանական ամբիոնից։ Մենք ուզում ենք հասկանալ, ասենք, հրատապ այն խնդիրները, որոնք առաջացել են այս վերջի օրերի հետ դեպքերի հետ կապակցությամբ, եւ ինչ կարող ենք անել մենք, եւ ընդհանրապես այն խնդիրներին, որոնց համար հարկավոր է ենթադրենք քննարկումներ ազգային ժողովում։ Շատերն են եկել խոստումներով, երևի շատերդ էլ հուսահատված եք, որ եկել խոստացեք, գնացել են, հավատացեք, որ
լուծվելու է յուրաքանչյուր խնդիրը, որը որ հիմա առաջ կքաշենք։ Մենք ունենք հանձնարարական պարոն Ծառուկյանից դասակարգել խնդիրները ըստ առաջնահերթությունների եւ շատ կարճ ժամկետում փորձել լուծում տալ այդ խնդիրներին։ Եթե ցանկություն կառաջանա այս սահմանամերձ համայնքների կողմից, Գագիկ Ծառուկյան հիմնադրամը պատրաստ է նաեւ աջակցել մշակութային կյանքի ակտիվացմանը, մայրաքաղաքից այստեղ տարբեր թատերական խմբեր, երաժշտական համույթներ ուղարկելով, ինչպես նաեւ երիտասարդների եւ պատանիների համար մարզական պայմաններ ստեղծելով։ Խաղաղությունն ու մեր զավակների անվտանգությունն ամենակարևորն է մեզ համար։ Նշում են իրենց կյանքի համար յուրաքանչյուր օր պայքարող այս մարդիկ ու շեշտում։ Վերջին միջադեպերից հետո միայն ԲՀԿ խմբակցության падգամավորներն են, որ եկել են իրենց հետ հանդիպելու եւ օգնության պատրաստակամություն հայտնելու։ Երբ զգում ես, որ անտեսված չես, ոչ միայն նոր ուժ ես ստանում, այլև պատրաստ ես հաղթահարել յուրաքանչյուր դժվարություն, նշում են գյուղաբնակները։ Երեթե չեն լինում նման հանդիպումներ, շնորհակալ եմ, որ ուշադրության կենտրոնում եք պահում։ Հարգում եմ այդ մարդին, որպես ժողովրդական մարդ, որպես ժողովրդին ամեն ինչով ընթառաջող մարդ։ Մենք գոհ շնորհակալ ենք այդ մարդից։ Այդ մարդը իսկական հայ է։ Ես դրա ցավատան եմ։ Ինչ ասելա, կատարելա։ Բերանից դուրս եկել վсё։ Այցելությունները դեպի սահմանամերձ վայրեր շարունակական են լինելու։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն ու Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը մշտապես լինելու են ձեր կողքին, հավաստիացնում են խմբակցության падգամավորները։ Սահմանամերձ գյուղի բնակիչը պետք է յուրաքանչյուր վայրկյան զգա, որ ինքը միայնակ չէ։ Իր թիկունքին Հայաստանի Հանրապետությունն է ու ամբողջ հայ ժողովուրդը։ Վարդուհի Մելտոնյան, Մհեր Կիրակոսյան, Էպիկենտրոն։ Այսօր լրագրողների հետ է հանդիպել Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը, բոլորին հայտնի կոմանդոսը։ Հանդիպման դրդապատճառը հայ-ադրբեջանական վերջին զարգացումներն ու Ադրբեջանի կողմից իրականացվող դիվերսիոն գործողություններն են։ Կոմանդոսի տեղեկացմամբ Ադրբեջանի բնակչության 60%-ը կազմում են ազգային փոքրամասնությունները, հենց նրանց են ընտրում որպես թիրախային խմբեր եւ ուղարկում սահմանային թեժ կետեր։ Հետևաբար այս փաստը ունի խոցելի կողմեր։ Արցախյան ազատամարտի հերոսը միանգամայն վստահ է, հայկական բանակը ունակ է եւ պատրաստ է հետ մղելու թշնամու հարձակումները։ Ադրբեջանը փորձում է բոլոր խնդիրները լուծել տեղեկատվական պատերազմի միջոցով։ Այս ուղղությամբ նրանք մեծ ռեսուրսներ են ներդնում։ Ադրբեջանական լայնածավալ պրոպագանդայի նպատակը մեկն է՝ ասել, թե պատերազմական իրավիճակ է ստեղծված եւ իբր ահուդողի նպաստավոր պայմաններ կան։ Եթե նրանք կարողանային պատերազմել, վաղուց կսկսեին պատերազմը։ Մինչդեռ մենք հպարտանալու լուրջ առիթ ունենք։ Մենք կազմապատրաստ ենք, բայց միաժամանակ պատերազմ նախընտրող երկիր չենք։ Հայ-ադրբեջանական շփման գծում գրանցված միջադեպերին է արձագանքել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կոորդինատոր ՍՊԱ Ուիլյամ Լաուն։ ՆԱՏՕ-ն ափսոսանք է հայտնում հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության առաջացման եւ միջադեպերի գրանցման կապակցությամբ։ Հուսով ենք, որ ստեղծված իրավիճակը չի հանգեցնի ավելի մեծ անկայունության։ ՆԱՏՕ-ն չի մասնակցում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Մենք աջակցում ենք տվյալ ուղղությամբ ԵԱԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին, նշել է Ուիլյամ Լաուն։ Լինելով ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով եւ դատապարտում է ռազմական մոտեցումը, նշել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։ Ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված միջադեպերի մասին տեղեկությունները խիստ մտահոգիչ են, դեսպանը նաեւ հավելել է. Արյունահեղությունից խուսափելու համար հասունացել է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին համաձայնագիր կնքելու անհրաժեշտությունը, որը ավելի բարենպաստ ֆոն կստեղծեր բանակցությունների սեղանի շուրջ խնդիրը լուծելու համար։ Այս դիրքորոշմանը աջակցում է ողջ միջազգային հանրությունը եւ այն այլընտրանք չունի, նշել է Կովալենկոն։ Մայիսի 22-ից մեկնարկած գարնանային զորակոչը շարունակվում է։ 12-ամյա կրթական համակարգով պայմանավորված այս տարի այն ավարտվելու է հուլիսի 30-ին։ Զորակոչի ընթացքի եւ կատարված որոշ փոփոխությունների մասին է այսօր խոսել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեգամ Հարությունյանը։ Մայիսի 22-ին մեկնարկած գարնանային զորակոչը ընթանում է բնականon հունով։ Համալրվածության առումով որևէ խնդիր չկա, թվակազմն այնքան է, որքան անհրաժեշտ է բանակին իր խնդիրները լուծելու համար։ Այս զորակոչի ընթացքում եղել են մի շարք օրենսդրական փոփոխություններ, մասնավորապես մայիսի 22-ին մեկնարկած զորակոչը հետաձգվել է մինչև հուլիսի 30-ը, ինչը պայմանավորված է 12-րդ դասարանցիների եւ բու ընդունվողների քննաշրջանի հետ։ Նախկինում օրենսդրության մեջ ամրագրված էր, որ զորակոչերը անցկացվում են տարին 2 անգամ, ապրիլ-հունիս ամիսներին եւ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Այս դրույթը փոխվել է, այժմ այն հնչում է հետեւյալ կերպ, որ նա անցկացվում է նախագահի կողմից
նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում։ Գեգամ Հարությունյանը վստահեցնում է, որ զորակոչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահի որոշման փոփոխությունը որևէ կապ չունի վերջին շրջանում առկա լարվածության հետ։ Նրա համոզմամբ մտահոգվելու եւ լուրջ դրդապատճառներ փնտրելու հիմք էլ չկա։ Ինչ վերաբերվում է օրերս հայ-ադրբեջանական սահմանին գրանցված վերջին միջադեպերին, Գեգամ Հարությունյանը նշել է, որ դրանք որևէ կերպ չեն ազդում զորակոչի ընթացքի վրա։ Թե Ադրբեջանի ղեկավարությունը սադրելով այս միջադեպը հույս ուներ նաեւ վախի, խուճապի, ինչ որ անհանգստության տրամադրություններ հարուցել մեր հասարակության մեջ, կարծում եմ հակառակ էֆեկտը ստացվեց եւ միջադեպի հանգուցալուծումը ու դրա արդյունքները կարծում եմ ավելի շատ մտահոգվելու տեղիք են տալիս Ադրբեջանի ղեկավարությանը եւ Ադրբեջանի հասարակությանը։ Որոշակի փոփոխություններ է կատարվել բնակավայրին մոտ ծառայելու արտոնության հետ կապված։ Եթե նախկինում արտոնությունից օգտվող քաղաքացին ծառայում էր բնակավայրից մինչև 100 կիլոմետր շարավղով հեռավորության վրա, այս տարվանից ամենամոտ շարավիղը դարձել է 150 կիլոմետր։ Նախկինում արտոնությունից օգտվում էին միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները առանց որևիցե նախապայմանի, օրենսդրական փոփոխությամբ այս մի փոքրիկ նախապայման է մտցված, որ այն միակողմանի ծնողազուրկ զորակոչիկները կօգտվեն այս արտոնությունից, որոնք չունեն չափահաս քույր եղբայր։ Եթե նրանք միակ զավակն են իրենց ծնողի կամ ունեն անչափահաս քույր եղբայր, նրանք դարձյալ կօգտվեն այս արտոնությունից։ Անդրադառնալով անցկացվող զորահավաքներին Գեգամ Հարությունյանը նշել է, որ դրանք տարվա ընթացքում պարբերաբար անցկացվող միջոցառումներ են եւ որևէ իրադարձության կամ միջադեպի հետ կապ չունեն։ Գեգամ Հարությունյանը վստահեցրել է, որ այդ հավաքները մի քանի օր են տևում եւ անհանգստանալու առիթ չկա։ Արթուր Հակոբյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Նոր կառավարության ձևավորման ընթരാճ մամուլի ակումբներում այսօր Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ են տվել քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ եւ ընդդիմադիր եւ իշխանական ճամբարի քաղաքական գործիչները չեն շրջանցել նաեւ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված միջադեպերը, այս առնչությամբ հայտնելով իրենց մտահոգությունը, պատմում է Ահարոն Հայրապետյանը։ Արդեն պարզ է, որ նոր ձևավորվելիք կառավարության ծրագիրը հենվելու է ընտրությունների արդյունքում քաղաքական մեծամասնություն կազմած հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթների վրա։ ՀՀԿ ցուցակով ազգային ժողովի պատգամավոր դարձած Խոսրով Հարությունյանը կարծում է, որ ընտրություններում ստացած 44% ցուցանիշը նշանակում է, որ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության գործունեությունը հանրության հիմնական մասին բավարարում է։ 44% այդուհանդերձ դա, եթե կարելի ասել, ավանսավորված վստահություն է։ Եվ առաջիկա կարճաժամկետ հատվածում իշխանությունը, կառավարությունը մասնավորապես քաղաքական մեծամասնությունը խնդիր ունի այդ ավանսավորված վստահությունը քաղաքական կապիտալի վերածել։ Ինչպես հայտնի է, նոր կառավարությունը լինելու է կոալիցիոն։ Համաձայնությունը կայացվել է հանրապետական եւ օրինաց երկրի միջև։ Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանի կարծիքով ցանկալի կլիներ, որ հնարավորինս շատ քաղաքական ուժեր համագործակցության եզրեր գտնեին իշխանության պատասխանատվության ստանձնման հարցում։ Կոալիցիան կընդլայնվի եւ համենայն դեպս քաղաքական այն ուժերը, որոնք ոչ միայն ասելիք ունեն, այլ նաեւ անելիք ունեն, գործով կապացեն իրենց արտահայտած մտքերը։ Հայաստանում այդպես է, կա հանրապետական կամ իշխանություն կամ Սերժ Սարգսյան, այդպես ասեմ, եւ ցանկացած ուժ, ցանկացած մարդ, որը չի միանում իրեն կոալիցիայի այդ բառը օգտագործելով, նշանակում է ինքը իրան հավատարիմ չէ։ Ինձ թվում էր, որ կոալիցիային մաս կկազմի Բարգավաճը, բայց ի զարմանս բոլորիս չարեց, ես կարծում եմ դա իրոք նոր ինտրիգ մտցրեց եւ հետաքրքրացրեց կյանքը։ Հետաքրքրացած քաղաքական կյանքում ազատական ժողովրդավարության տարեր են փորձելու ներմուծել ազատ դեմոկրատները, ասում է Ժառանգության ցուցակով պատգամավոր դարձած Ալիկ Արզումանյանը։ Այս երկու ուժերը նոր Հայաստանի վերաբերյալ ունեն միևնույն տեսլականը։ Մենք դեմ ենք, որ լինի մեկ մարդու կամ մեկ խմբի տեսակետ, որը փաթաթվի մյուսների ջարին, այսինքն դա ազատականության հիմունքներից բխող մոտեցում է եւ փորձելու ենք յուրաքանչյուր հարց լուծել կոնսենսուսի միջոցով։ Ալիկ Արզումանյանը, ով 2008-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետն էր, կարծում է, որ 2013 թվականի նախագահի ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդը չի առաջադրի իր թեկնածությունը։ Իսկ թե ում կսատարեն ազատ դեմոկրատները նախագահի ընտրության ժամանակ, շարունակում է կախված մնալ Ռաֆի Հովհաննիսյանի որոշումից։ Եթե պարոն Հովհաննիսյանը որոշեց այնուամենայնիվ առաջադրվել, ակնհայտ է, որ լինելով միասնական թիմի մաս, մենք կաջակցենք իր թեկնածությանը։ Սահմանին Ադրբեջանի սանձազերծած վերջին անկարգությունները եւս հայտնվել են քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում։ Իհարկե, ասում են, մտահոգիչ է։ Մենք պաշտպանության գծի հետ կապված խնդիրներ ունենք եւ պետք է այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը
հետևություններ անի եւ այդ ուղղությամբ աշխատի։ Ադրբեջանը հստակ պատկերացնում է կամ այսօրվա ղեկավարությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այլևս Ադրբեջանի մաս չէ։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Ադրբեջանը գիտակցի, որ ռազմական լուծումը հարցի չունի որևէ հեռանկար։ Ամենավատը գիտեք որն է մտահոգիչը, որ այդուհանդերձ զգալով կոնկրետ սպառնալիքը, որ տարածաշրջանը կանգնած է ապակայունացման շատ լուրջ վտանգի առջև, միջազգային հանրությունը շարունակում է թողներվի ինձ այս խոսքը սիլի բիլի անել Ադրբեջանի հետ։ Որ պատասխանը պետք է լինի adekvat, միանշանակ է Խոսրով Հարությունյանի կարծիքով այդ adekvat պատասխանը պիտի լինի ոչ միայն ռազմական, այլև դիվանագիտական ասպարեզում, այդ թվում նաև խորհրդարանական դիվանագիտության։ Ահարոն Հայրապետյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։ Պաշտոնական այցով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը այսօր առավոտյան այցելել է զոհված հերոսների հուշարձան եւ Հոշի մինի դամբարան։ Այնուհետև Վիետնամի նախագահի նստավայրում կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Չիոնգ Տան Շանգի հանդիպումը, որին հաջորդել է հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը։ Մասնավորապես ստորագրվել են Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև տնտեսական, առևտրային, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրեր։ Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո արդյունքների ամփոփման նպատակով երկու երկրների ղեկավարները հանդիպում են ունեցել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սերժ Սարգսյանը Հանոյում այսօր հանդիպում է ունեցել երկրի տարբեր բնակավայրերից Հանոյ ժամանած ուսանողների հետ։ Վիետնամցի շրջանավարտները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին հանդիպման հնարավորության համար եւ նշել, որ Վիետնամում հայաստանյան բուհերում ուսանած 1000-ից ավելի շրջանավարտներ կան, ովքեր մինչեւ այժմ հետաքրքրվում են Հայաստանով, հետևում են նրա զարգացումներին։ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում հայաստանյան բուհերի վիետնամցի շրջանավարտները ներկայացրել են Երևանի մասին իրենց ունեցած տպավորությունները, հիշել այնտեղ անցկացրած ուսանողական տարիները եւ ցանկություն հայտնել կրկին այցելել Հայաստան։ Հանրապետության ղեկավարը նրանց բոլորին սիրով հրավիրել է Երևան եւ պատասխանել հանդիպան մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Նախագահը Հանոյում այցելել է նաեւ գրականության տաճար։ Կրթության այս հազարամյա տաճարը վկայում է գիտելիքի հանդեպ վիետնամցի ժողովրդի տածած ակնածանքի եւ սիրո մասին։ Գրականության տաճարում շրջայցից հետո պատվավոր հյուրերի գրկում գրառել է նախագահ Սերժ Սարգսյանը։ Երեկոյան ժամը 21:45-ի սահմաններում Հայաստանի տարբեր հատվածներից երկնակամարում կոնաձև լուսային էֆեկտով տարօրինակ երկնային մարմին են նկատել։ Ականատեսների վկայությամբ երևույթը շատ կարճ է տևել, որի ընթացքում աննշան թվացող լույսը արագ նախ մեծացել է, ապա սկսելով սպիտակ ծխի տեսք ընդունել, արագ անհետացել է։ Երևանաբնակներից բացի տարօրինակ այս երևույթի ականատեսն են դարձել նաև Արմավիրի, Տավուշի եւ Սյունիքի մարզերի բնակիչները, այսպես ասած չճանաչված թռչող օբյեկտի երեկվա հայտնությանն է անդրադարձել նաև տարածաշրջանի լրատվամիջոցները, որոնք փոխանցում են, որ այն նկատվել է նաև Մերձավոր Արևելքում։ Միջազգային հրապարակումներից կարելի է նկատել, որ պարուրաձև բռնկված լույսը ամենամեծ աղմուկն Իսրայելում է բարձրացրել։ Տիեզերանով է արդյոք թռչում Իսրայելի վրայով։ Ուղեցրում պայթած արբանյակ է, երկնակար թե ռուսական հրթիռ։ Արդի անցանց գործակալությունն ավելացնում է, որ Իսրայելում մարդիկ խուճապի մեջ էին, զանգահարում էին ոստիկանություն ու ահազանգում, որի երկնքում չճանաչված թռչող օբյեկտ է հայտնվել։ Ապա Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ, այն է, որ տարածքում ռազմական որևէ օդային գործողության մասին տեղեկություններ չկա։ Թուրքական հյուրի հետ Daily News-ը ծանոթում է, որ լուսավոր պարույրն ամբողջ Մերձավոր Արևելքում է անհանգստության առիթ տվել։ Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում եւ Իսրայելում չնայած դիտվել է Թուրքիայի արևելյան հատվածում, Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում նույնպես։ Թուրքական թերթը փոխանցում է նաեւ, որ Սիրիայի ընդդիմությունը իր հաջողության նախանշանի հայտնություն է համարել այն։ Միայն ռուսական եւ նրան վկայակոչող չինական լրատվամիջոցներն այս կամ այն բացատրության երկընտրանքի մեջ չեն։ Նրանք փոխանցում են պաշտոնական տեղեկություն, ըստ որի Ռուսաստանը հաջող կերպով 3 փորձարկել է իր միջմայր ցամաքային բալիստիկ Տոպլ հրթիռը Աստրախանի մոտակա Կապուստին Յարկայանից մինչև նույնպես Ղազախստանում գտնվող իր թիրախը Սարի Շագան։
Արևմտյան լրահոսը հիշեցնում է, որ պարուրաձև հետագծով լույսի նման բռնկում 2009 թվականին նկատվել էր Նորվեգիայի հյուսիսային Տրոմսո քաղաքի երկնքում։ Շատ հետո Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդունել էր, որ դա միջմայրցամաքային Բուլավա հրթիռի արձակման ձախողված փորձ է եղել։ Իսրայելի աստղագիտական ընկերակցության նախագահ պրոֆեսոր Յիգալ Փաթ Էլը խիստ հավանական է համարել, որ երեկվանը բալիստիկ հրթիռ է եղել, որը հասել է 200-ից 300 կիլոմետր բարձրության, դրա համար էլ տեսանելի է եղել այդքան շատ վայրերում։ Սակայն մասնագետը հավանական չի համարել, թե փորձարկումը հաջող է անցել։ Նրա կարծիքով պարուրաձև այդպիսի հետագիծ կարող էր թողնել մինչև թիրախին հասնելը շարքից դուրս եկած հրթիռը։ Մութ երկնակամարում 3 երևացած լուսային բռնկումը հրթիռ է եղել, թե ոչ փորձնական թիրախին հասել է, թե ոչ մի բան առնվազն հստակ է, այն մի նշանակետի շատ դիպուկ հարվածել է։ Զանգվածների ուշադրությանը մեր տարածաշրջանում եւ մերձավոր արևելքում։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ Կառավարությունը խաղում է թվերի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կառավարության նախորդ տարվա կայացրած որոշմանը, համաձայն որի այս տարի պետք է հավաքվեր ևս 101 միլիարդ դրամ ավելի հարկ, քան նախորդ տարի, Վահագն Խաչատրյանը նշել է, որ դա չի կատարվել այս 5 ամիսների ընթացքում։ Այս պահի դրությամբ արդեն իսկ պետք է հավաքված լիներ 41 միլիարդ դրամ, սակայն 15 միլիարդ դրամի չափով է հավաքվել, այսինքն դեռ չեն կարողանում հավաքագրել։ Վերջում պետեկամուտների կոմիտեն ընկնելու է տնտեսվարողների հետևից եւ կրկին տուգանելու է տանիք չունեցող մարդկանց, որ մի կերպ կարողանա հավաքագրել այդ գումարները։ Հայաստանի գործատիների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ զարմանքով արձանագրում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանին կից գործում է 30 խորհուրդ, որոնց մեջ հիմնականում ներգրավված են պետական պաշտոնյաներ, այլ ոչ թե հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։ Ինչ է նշանակում 41% տնտեսական աճ։ Արդյոք դա պետք է 41 լիներ կամ 41-ով բավարարված եք եւ այդ 41-ի տակ հասկանալով մեր Հայաստանի տնտեսության մեջ փոփոխություններ եղել են թե ոչ։ Երբ որ խորանում եք այդ ամեն ինչի մեջ, բարձ ասեմ, դες ոչ մի նորություն չկա, ոչինչ չկա։ Եթե մենք նայում ենք մեր տնտեսության ներմուծման կամ արտահանման ծավալները կամ թոփ, ասենք 20 ապրանքը կամ 25-ը եւ այլն, մենք կտեսնենք, որ 5-6 տարիներ շարունակ, որ մենք պարբերաբար վերլուծում ենք, դրանք համարյա նույն ապրանքներն են։ Այսինքն դիվերսիֆիկացիայի էֆեկտները մենք դեռ չենք նկատում։ Հայ ջերմուղկոյուղի ընկերության գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել է անցյալ տարվա արդյունքներին, առաջիկա անելիքներին եւ ապագա ծրագրերին։ Տնօրենի վստահեցմամբ ջրամատակարարման որակի բարձրացման ուղղությամբ հնարավոր է եղել դրական ցուցանիշներ արձանագրել Հայաստանի մարզերում։ Այս պահին ջրի սակագնի աճ չկա։ Բաժանորդները շարունակում են վճարել 179 դրամ 80 լոմա 1 խորանարդ մետր ջրի դիմաց։ Լորենի տեղեկացմամբ ջրային կորուստները ջրի սակագնի վրա ազդեցություն չեն թողնում, սակայն կորստի տոկոսը դեռևս զգալի է։ Ջրամատակարարման միջին տևողությունը այս տարի ավելանալու է 1 ժամով։ 2011 թվականը լի էր վերելքներով եւ վայրեջքներով, կային դժվարություններ եւ խնդիրներ, այնուամենայնիվ ընկերությունը սպասարկման տարածքում ծառայությունների մակարդակի շարունակական բարձրացման գործում հաջողություններ ունեցավ։ Դեղագործության և բիոտեխնոլոգիաների ոլորտային խորհրդի նիստում այսօր քննարկվել է առաջիկա 3 տարիների անելիքները ներառող ռազմավարական ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի հավաստմամբ ծրագիրը նախատեսում է այնպիսի գործողություններ և միջոցառումներ, որտեղ համագործակցելու են պետությունն ու մասնավոր հատվածը։ Նախարարի գնահատմամբ տպավորիչ են ակտիվության ցուցանիշներն ու հատկապես արդյունաբերության ոլորտում 4 ամիսների ընթացքում արձանագրված 15%-ի աճը, ընդ որում այդ աճը ապահովել են այն արտադրատեսակները, որոնք հնարավոր է եղել արտահանել։ Ընկերությունները սկսել են ներդրումներ անել դեղագործության ոլորտում։ Հայտնի է, որ 2013 թվականին ընկերությունները պետք է անցած լինեն GMP ստանդարտների։ Առաջիկա 4 ամիսների արդյունքներով շուրջ 7.1% տնտեսական ակտիվության ցուցանիշ, որը բավականին բարձր ցուցանիշ է եւ լավատեսություն ներշնչող, եւ ուրախալին նա է, որ մենք այդ տնտեսական աճի ցուցանիշների հիմնական շարժիչ ուժը դա իրական հատվածն է եւ արդյունաբերությունն է։ Առաջ են գնում
այդ թվում եւ տեղագործության հաշվին, եւ հանքարդյունաբերության հաշվին, եւ սննդի արդյունաբերության հաշվին, թեթև արդյունաբերության զարգացման հաշվին, այսինքն բոլոր ճյուղերն էլ համարյա մասնակցում են արդյունաբերության աճի ծավալների ավելացմանը։ Կան փոքր առաջարկներ, որոնք ավելի են վերջնական ավելի վերջնական տեսություն տալի փաստաթղթին եւ ինչ-որ միտեղ նույնիսկ հետաքրքիր դարձում, օրինակ առաջարկություն է եղել դեղագործների օր նշանակել, որը ի նշան ոլորտի կարեւորության եւ ապագա սերունդներին, ապագա դեղագործների կամ դեղագործերի Ամռան տապին համընթաց շատերի բնակարաններում ի հայտ են գալիս տարբեր միջատներ, խավարասերներ, լվեր, մոծակներ, շատ հաճախ հենց այս միջատներն են տարատեսակ ալերգիկ հիվանդությունների առաջացման պատճառ հանդիսանում։ Միջատներին վերացնելու համար մարդիկ հաճախ են օգտվում խանութից գնված տարբեր քիմիական նյութերից եւ փոշիներից։ Հայաստանի Սպառողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր տեղեկացրել է, որ իրենց մոտ գրանցվել են ահազանգեր այն մասին, որ խանութներից գնված քիմիական նյութերը միանգամայն անօգուտ են, քանի որ իզորու չեն վերացնել խավարասերներին։ Ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն էլ բնակչությանը հորդորել է նման թունամիջոցները բնակարաններում օգտագործել միայն շնչառական խնդիրներ ունեցող անձանց տանից հեռացնելու դեպքում։ Մեր ստացած բողոքները խոսում են այն մասին, որ ոչ սերտիֆիկացումը, ոչ օրինականությունը եւ ոչ էլ էֆեկտը բավարար չեն։ Իհարկե համատարած եւ բացարձակ չի այդ երևույթը, բայց շատ դեպքերում այդպես է։ Խավարասերները նրանք իրենք էլ կարող են առաջացնել ծանր ասթմային օպաներ եւ միանշանակ այդ դեպքում ինչքան էլ որ քիմիական միջոցներ են, որ պիտի օգտագործվեն, պետք է նրանց վերացնել, որպեսզի անընդհատ այդ տանը ապրող հիվանդը խնդիր չունենա։ Հունիսի 15-ից սկսվում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերության ամառային ուղևորափոխադրումների սեզոնը։ Ավանդույթի համաձայն բացումը համապատասխանում է այն օրվան, երբ մեկնարկում է Երևան-Բաթումի Երևան-Չվերթում գործող Արմենիա ֆիրմային գնացքը, այն աշխատում է մինչև սեպտեմբերի 30-ը։ Լավագույն սպասարկման ու իրատեսական բարեփոխումների համար Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունն այս տարի ներմուծեց նոր գծաչափ վագոն լաբորատորիան։ Այն նախատեսված է մինչև 120 կմ ժամարագության պարագայում գծերի վիճակի ավտոմատացված հսկողության եւ գնահատման համար։ Վագոն լաբորատորիան ամենայն բծախնդրությամբ ներկայացնում է գնացքի բնականոն ընթացքին խոչընդոտող ցանկացած մանրուք։ Գծերով անցնելիս բոլոր թերությունները ներկայացվում է համակարգիչ, վերջինն էլ անհրաժեշտ ծրագիր է ուղարկում թերությունները շտկելու համար։ Հենց այստեղից էլ սկսվեցին գնացքների բարեկարգման աշխատանքները։ Դրա աշխատանքի արդյունքով արագությունները որոշ տեղամասերում կհասնեն 100-110 կմ արագություն, այսինքն գիծը բերում է իդեալական վիճակի։ Գծի իդեալական վիճակից է կախված ուղևորափոխադրումների անհամեմատ մեծ արագությունը։ 2008 թվականի համեմատությամբ արդեն 3 ժամ կրճատվել է ժամանակը մինչև Բաթում, հիմա գնալու է 16 ժամ 10 րոպե։ Արմենիա գնացքը Երևանից Բաթումի է մեկնում ամեն օր ժամը 15:15-ին։ Իդեպ 2011 թվականի ամառային սեզոնին Արմենիա ֆիրմային գնացքով Բաթումի է ուղևորվել 42,000 մարդ։ Այս տարի նախատեսվում է ցուցանիշը հասցնել 50,000-ի։ Գները չեն փոփոխվել, ես ասել եմ, որ գները միջազգային համաձայնագրերով սահմանվում են շվեյցարական ֆրանկով, հետո ըստ դրամի կուրսի, բազմապատկման կուրսով ստացվում են դրամով գները։ Ինչ վերաբերում է հայաստանյան շրջագայությանը, ապա հուլիսի 1-ից սկսելու է գործել նաև դեպի Սևանալիչ տանող էլեկտրագնացքը։ Իհարկե դրա արագությունը չի գերազանցելու 60 կմ ժամարագությունը, սակայն ընկերության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ապահովությունն ու հարմարավետությունը բարձր ցուցանիշներ են արձանագրելու։ Գոհար Սարգսյան, Արշակ Մարտիրոսյան, Էպիկենտրոն։ Տարածաշրջանային եւ միջազգային նորություններ։ 2013 թվականից Վրաստանում բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար այլևս ընդունելության քննություններ չեն լինելու։ Դպրոցականների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Նրա հավաստմամբ ուսանողները բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվելու դպրոցի քննությունների գնահատականների հիման վրա։ Վրաստանի նախագահը պարզաբանել է, որ միասնական ազգային քննությունները արդեն կատարել են իրենց գործառույթը երկրի կրթական համակարգում։ Դպրոցի շրջանավարտները, ինչպես եվրոպական երկրներում, բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար գիտելիքների ստուգման միայն 1 թեստ են հանձնելու։
Վիեննայում այսօր մեկնարկում են Իրանի և ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև բանակցությունները։ Քննարկման հիմնական թեման վերաբերելու է իրանական միջուկային օբյեկտներ միջազգային դիտորդների մուտքի թույլատրմանը։ Արևմտյան դիվանագետներից շատերը այս հանդիպումից լուրջ առաջընթաց չեն ակնկալում։ Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինտոնը հայտարարել էր, որ հունիսի 18-ից 19 Մոսկվայում կայանալիք վեցյակի հետ բանակցություններում Իրանը պետք է կոնկրետ քայլերի գնա և համաձայնի ուրանի հարստացման հարցում սահմանափակվել 20%-ով։ Միջազգային օիլ նորությունների մասին տեսաշարով։ Այս եւ հաջորդ կիրակի Ֆրանսիան քվեարկում է խորհրդարանի 577 տեղանոց ստորին պալատի ազգային ժողովի падգամավորներ ընտրելու համար։ Խորհրդարանի վերին պալատը Սենատը ձախակողմյան ուժերի վերահսկողության ներքո է։ Վերջին հարցախույզները վկայում են, որ նորընտիր սոցիալիստ նախագահ Ֆրանսուଆ Օլանդի ցանկությունը կարող է իրականանալ եւ վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի ազգային ժողովում մեծամասնություն կարող են կազմել ձախերը։ Սակայն քվեարկության ցածր մասնակցությունը, ինչը խորհրդարանի վերջին ընտրություններում բնորոշ է եղել Ֆրանսիային, կարող է փոխել հարցախույզներով ստացված պատկերը։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ֆրեդ Հոֆը ժամանել է Մոսկվա եւ Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի հետ այցելել երկրի արտգործնախարարություն։ Հիլարի Քլինթոնն օրերս Ստամբուլում հայտարարեց, թե Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է միանգամից հանձնի իշխանությունը։ Ռուսաստանը համարվում է Ասադի լավագույն դաշնակիցներից մեկը եւ ենթադրվում է, որ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի առաքելությունը Մոսկվայում կոչված էր նվազագույնի հասցնել ռիսկերը, որոնց դեպքում Ռուսաստանը կարող է դեմ լինել անցումային Սիրիայի արևմտյան ծրագրին։ Թուրքիայի արևելյան Հաքարի նահանգի ավագ դպրոցներից մեկում այսօր աշակերտների եւ ուսուցիչների միջև կռիվը դադարեցրել է ոստիկանությունը արցունքաբեր գազով ու մահակներով։ 7 աշակերտ տարբեր կարգի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Այսօր Լեհաստանում եւ Ուկրաինայում բացվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը։ Վարշավայում այդ առիթով հանդիպել են երկու հյուրընկալ երկրների նախագահները։ Ավելի վաղ UEFA-ի նախագահ Միշել Պլատինիին ընդունել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին։ Առիթը միջազգային լրատվամիջոցներում նյութերի ցուցադրությունն է, ըստ որոնց երկու երկիրն էլ մարզադաշտերում հանդիսատեսների ռասիստական վանկարկումների դեմ պայքարելու խնդիր ունեն։ Ամենաթարմ օրինակ նորերս լեհական Կրակովում է եղել, որտեղ պարապմունքների ժամանակ ծաղրական արտահայտություններ են հնչել Հոլանդիայի հավաքականի խաղացողների հասցեին։ Կրակովում Եվրո 2012-ի խաղեր ամեն դեպքում նախատեսված չեն։ Կիևի անկախության հրապարակում այսօր բացվեց ֆուտբոլի երկրպագուների կենտրոնական հավաքատեղին։ Այդպիսիք բացվեցին նաև Ուկրաինայի մյուս 3 քաղաքներում, որտեղ առաջնության խաղեր են անցնելու։ Լեհաստանում նույնպես այսօր բացվեցին երկրպագուների հավաքատեղիները։ Վարշավայի շքերթային հրապարակը 100,000 մարդու կարող է միաժամանակ տեղավորել 6 հսկայական տեսաէկրանների առջև։ Ռուզան Խաչատրյան, Էպիկենտրոն։ 1948 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հունիսի 9-ին ստեղծվեց արխիվների միջազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկվեցին 200-ից ավելի երկրներ, այդ թվում ՄԱԿ-ի անդամ չհանդիսացող երկրների։ Իսկ 4 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշեց հունիսի 9-ին տոնել արխիվների միջազգային օրը։ Հայաստանը միացավ դրան, բայց տոնին հավելեց եւս մեկ խորհուրդ։ Հունիսի 9-ին նշվելու է ոչ միայն արխիվների միջազգային օրը, այլև արխիվագետների տոնը, ովքեր են օգտվում ազգային արխիվից եւ ինչ նպատակով։ Պետությանը ծառայելու համար ստեղծված արխիվը ծառայում է ժողովրդին։ Տարեկան 25,000, իսկ օրական 100 քաղաքացի է դիմում ազգային արխիվ, 100-ից 5-ը էլեկտրոնային հարցման միջոցով։ Թվայնացումը հարկ եղած փաստաթղթերը հասանելի է դարձնում նաև օտարերկրացիների, հատկապես թուրք հարևանների համար։ Ամենապահանջված արխիվների թվում ցեղասպանության թեման է։ Մեր ամենահին փաստաթուղթը 1607 թվականի է։ Հին փաստաթղթերի կարիքն ունենք նաև հայերս։ Արխիվում պահպանվող չափաբերական մատյանները մարդկանց կյանքի, գյուղերի պատմությունների մասին տեղեկատվության լավագույն աղբյուրն են։ Գյուղական մտավորականները գալիս եւ ուզում են իրենց գյուղի պատմությունը ստեղծել։ Կյանքի պատմությունը ոչ, բայց պապերի 7 պորտն Ամատունի Վիրաբյանն ուսումնասիրել է։ Ծնունդ, կնունկ, մահ, ամուսնություն, ամուսնալուծություն, այս տարեթվերն է գրանցում եկեղեցին չափաբերական մատյաններում։ Արխիվագետը դրանց շնորհիվ հասել է մինչև 1700-ականներ։ Ինձ օգնել է նաև այն, որ իմ պապերը իրենց կիսագրակ այդ ձեռքով ինչ-որ բաներ թողել էին ինձ համար։ Սա Ղրիմի 1817 թվականի չափաբերական մատյանն է։ Այստեղ գրանցվել են օրվա ծնունդներն ու մահերը, ծնվածների թվում է հայազգի մեծ ընծովանկարիչը։ Գևորգ Այվազյանի որդի Հովանես,
Դա ապացուցում է, որ Հովհաննես Այվազովսկին հայազգի է եւ Նույն այս չափաբերականներում էլ փաստում են այդ ժամանակների համար աներևակայելի տվյալներ՝ ամուսնալուծություն։ Այվազովսկու ամուսնալուծությունն օրինակ տևել է 2 տասնամյակ։ Փաստաթուղթն այսօր գաղտնազերծվածների թվում է, ավելին ազգային արխիվում հույժ գաղտնի փաստաթղթեր չկան։ Անգամ խորհրդային տարիների KGB-ի փաստաթղթերն են բաց։ Դրանց ոչ մի տիպի վտանգ չի սպառնում։ Օդը որ գալիս է, ինքը քաշում տանում է, մենակ չի սեղմում։ Օդափոխիչ եւ հակահրդեհային համակարգ ածխաթթու գազը կտարածվի պահոցով մեկ աննշան հրդեհից անգամ։ Այս ամենի տնօրինողն իրեն երբեմն ամենազոր է զգում։ Ոչ միայն ես ամենազոր եմ զգում, ես ինձ լավ եմ զգում, որ բաներ կա, որ միայն ես գիտեմ։ Խոսքն իհարկե արխիվներին են վերաբերում, թեև մոտ 4 միլիոն 150 հազար անուն փաստաթղթերը բաց են յուրաքանչյուրիս առաջ։ Լուսինե Մուրադյան, Մելիք Ղարիբյան, Էպիկենտրոն։ Յուրաքանչյուր 2 տարին մեկ գումարվող հայ միաբանների այս անգամվա ժողովում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախաձեռնությամբ մշակվել է «Մեկ օր, մեկ թեմում» ծրագիրը։ Անդրանիկ մարզը արմավիրն է։ Հայաստանի եւ Սփյուռքի տարբեր թեմերից ավելի քան 120 հոգևորական այցելելու են մարզի համայնքներ, հավատացյալների տունը օժնելու եւ քրիստոնեական հավատքին հաղորդակից դարձնելու համար։ Խաղաղություն ամենեցուն անհատական օրհնության միջոցով։ Քրիստոնյաների հետ հոգևոր կապն ամրապնդելու հին, բայց վաղուց մոռացված մեթոդը վերականգնվում է։ Մրգաշատն այսօր մարդաշատ է։ Վեհափառ Տիրոջ օրհնությունն ու մյուս թեմերի հոգևորականների հետ շփվելու առիթը «Մեկ օր, մեկ թեմում» ծրագիրն է։ Մարզի յուրաքանչյուր համայնք մուտք պիտի գործի մի եկեղեցական ավետարանի խոսքը քարոզելու հավատավոր մեր զավակներին։ Արմավիրից զատ 3-ից 4 ամիսը մեկ այսպիսի հավաք կարելի է տեսնել նաև այլ մարզերում։ Հավատի պատվիրակները մրգաշենի Սուրբ Աստվածածնունդ տերունական աղոթք են վեր բարձրացնում առ Աստված, ստանում հայրապետական օրհնություն ուրիշներին օրհնելու համար։ Մխիթարեք նրանց։ Հույսով ու հավատքով լեցեք։ Դեպի իրենց կյանքի պայծառ օրը, որ Տիրոջ օրհնությամբ հեռու չէ։ Այստեղ հանդիպում են հոգևորն ու աշխարհիկը։ Համայնքապետերը վանահայրերին են փնտրում։ Փոխադրումն ապահովում են համայնքի ղեկավարները։ Հայրասպետը Հաղպատավանքի վանահայրն է։ Իրեն բաժին հասած համայնքը այգեշատն է։ Վստահ է, իր այցելությունը համայնքը կզորացնի։ Այս ներկայությունը ինքնին հավատքի նորոգություն եւ ամրացում կներշնչի յուրաքանչյուր Հայաստանի ցարակելական եկեղեցու զավգին։ Աստծո օրհնությունից զատ վանահայրն իր հետ մի քանի պարագաներ է վերցրել։ Սրբանկար աղոթակիրք իհարկե մեր Տիրոջ սրբապատկերը, այս բրոշուրները դնորդ ներքի արարողություն է, ընտանիքները որովհետեւ քաղաքապար ունենան, ինչ է խորհրդանշում աղը, հացը, ջուրը, որոնք պետք է օրնենք այնտեղ։ Այգեշատի Սուրբ Գևորգի մոտ հոգևորականներին եկեղեցու երիտասարդաց թեմի անդամներն են դիմավորում։ Սեր եւ ներողամտություն պատգամելով առաջին օրնվող ընտանիք են այցելում տան հերթական փոքրիկ համբարձումի առաջին օրհնության համար։ Այսօր հարյավ իմերելոց ես այն անմա 1200 այսպիսի ընտանիք կօրհնվի այսօր։ Ամենայն հայոց կաթողիկոսի հավաստմամբ, սակայն եկեղեցիներ եւ հոգևոր սպասավորներ չունեցող համայնքներն են նպատակային թիրախը։ Վերջնական ցանկալի արդյունքը յուրաքանչյուր գյուղին մեկական եկեղեցի։ Տաթև Դանիելյան, Հովհաննես Քյուրքչյան, Էպիկենտրոն։ Բարեկամներ, ահա այն ամենը, ինչ ուզում էինք ձեզ փոխանցել Էպիկենտրոն լրատվական ծրագրի միջոցով։ Ցտեսություն մինչ վաղը։